2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության սև ցուցակում։ Օրեր առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտնեց, որ Հայաստանի ավիաոլորտը Եվրամիության սև ցուցակից դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էլ հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները չեն կրկնում 2020 թվականին արձանագրվածները եւ հիմնականում վերաբերում են կոմիտեի թռիչքային գործունեության վարչության կողմից օդանավ շահագործողների սերտիֆիկացման եւ վերահսկողության գործառույթի իրականացման մասով որոշ բացերին։ Մասնավորապես արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի ոչ ամբողջական կիրառմամբ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունն ու փոխշահավետ զարգացման հանձնառությունը։ Քննարկման առանցքում եղել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, բեռների անխոչնդոտ տարանցման ապահովումը, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի զարգացումը։ Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2%, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 2025 թվականի դեկտեմբերին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին տնտեսական աճը կլինի առնվազն 6%։ Նա հավելել էր, որ կան գործընկերներ, որոնք չեն բացառում, որ աճը կարող է ավելի շատ լինել։ 2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7.35 միլիարդ դոլար։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ, կազմելով 2.73 միլիարդ դոլար։ Երկրորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է 1.7 միլիարդ դոլարով, երրորդ տեղում Չինաստանն է 648.5 միլիոն դոլարով։ Եվրոպական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել նավթային համակարգող խմբի շրջանակում Դրուժբա նավթատարի շուրջ Հունգարիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի միջև սրված վեճը քննարկելու համար։ Հունգարիան եւ Սլովակիան դադարեցրել էին դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային, երբ Ռուսաստանի հարձակումը խափանել էր Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարի աշխատանքը։ Բուդապեշտն ու Բրատիսլավան, որոնք զգալիորեն կախված են խողովակաշարով տեղափոխվող ռուսական նավթից, մեղադրել են Կիևին վերանորոգման աշխատանքները քաղաքական պատճառներով դիտավորյալ հետաձգելու մեջ։ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայից 50 միլիոն բարել նավթ է ստացել, նշելով, որ Վենեսուելայի հետ հիանալի հարաբերություններ ունեն։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները համաձայնել են նահանգներին տալ 30-ից 50 միլիոն բարել նավթ վաճառքի համար, իսկ այդ տրանզակցիայի եկամուտները վերահսկելու է Թրամփը։ 2026 թվականի հունվարին ներմուծումը Վրաստանում կազմել է 1.1 միլիարդ դոլար, ինչը 33.7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եռյակում, որտեղից Վրաստանը ներմուծել է ապրանքներ, առաջատարներն են Թուրքիան, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Ամազոնը անցած տարվա հասույթով առաջ է անցել մանրածախ առևտրի հսկա Walmart-ից, դառնալով այս ցուցանիշով ամենախոշոր ընկերությունը Միացյալ Նահանգներում։ Walmart-ի հասույթը կազմել է 713.2 միլիարդ դոլար, Amazon-ի հասույթը 716.9 միլիարդ դոլար։ Walmart-ը իր ցուցանիշն ավելացրել է 4.7%-ով, մինչդեռ Amazon-ի հասույթի աճը կազմել է 12.4%։ Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի 2024 եւ 2025 թվականների կարկուտի վնասների մասնակի փոխհատուցման համար։ Թեև փոխհատուցման կարգը հաստատվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն հատկացված գումարը բավարար չի եղել ամբողջ պարտավորությունները մարելու համար։ Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին գործադիրը հաստատել էր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով փոխօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման կարգը։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղատնտեսական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։
2024-25 թվականներին արձանագրված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ 717 միլիոն դրամ։ 2025 թվականի ընթացքում արդեն փոխհատուցվել է շուրջ 1 միլիարդ 714 միլիոն դրամ։ Սակայն հաշվարկների ճշգրտումից հետո պարզվել է, ամբողջ պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ է ևս ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այժմ կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեում նախատեսում է վերաբաշխում լրացուցիչ 1 միլիարդ 2 միլիոն դրամ հատկացնելու նպատակով։ Փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն հողօգտագործողները, որոնց վնասը կազմել է 40-ից 100%։ Դիմումները ներկայացվում են համայնքներին, ապա փոխանցվում մարզային եւ հանրապետական հանձնաժողովների հաստատմանը։ Կառավարության այս լրացուցիչ որոշումը նաև ցույց է տալիս գյուղատնտեսական ապահովագրության համակարգը չի գործել այն արդյունավետությամբ, ինչի համար ստեղծվել էր։ Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակի պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։ Պետությունը 2025-ին սուբսիդավորում էր ապահովագրավճարի 70-ից 80%-ը եւ պատրաստ էր փոխհատուցել նույնիսկ 200%-ից բարձր վնասաբերությունը, սակայն անգամ այս պայմաններում ապահովագրական շուկան չի ակտիվանում։ Տասնվեց տարին լրացած Միացյալ Նահանգների ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում եւ ներառի դիմողի ներկա եւ նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից։